Ողջույն հանրաբազորի հացի սերիլի ունգընտիրներ։ Այսօր 24-րդ այս մեր սերդողությունը մեզ գահանե Պապելոնի մոխիրներու մեջ են և գպարծացնե երկնային աննախատեպ ծնծության։ Հայտնության 19-րդ գլխու պատմության մեծագույն շրջադարձն է։ Սուգը գփոխվի հարսանիքի, իսկ համբերությունը վերջնական հաղթանակի։ Այս սերդողությունը նաև երկարաձգված է պատկերելու համար հաղթող Տեր Հիսուսի պարահեղ վերադարձը և չարի ուժերուն վերջնական ջախջախումը։ Ալելույա, որովհետև Տեր ամենակալ Աստվածը թագավորեց։ Դուն գլսես երկնքի բազմության ցայնը, որ գհնչե որպես սաստիկ որոդում, մինչ աշխարհը գսուքա Պապելոնի գործանման համար, երկինքը կպատրաստվի պատմության ամենասպասված իրադարձության, այսինքն քառնուկի հարսանիքին։ Հարսը եկեղեցին պատրաստած է ինքզինք սպիտակ ու մաքուր բեհեսներով։ Այսօրվա պատուհասները, նեղություններն ու փորձությունները այն գրակն են, որ կմաքրեն մեր հարսանեկան զգեստները, բայց նայեցեք երկինքին։ Երկինքը կբացվի և գերևի սպիտակ ցիմը անոր վրա բազմողը կգոչվի հավատարիմ և ճշմարիտ։ Անոր աչքերը գրագի փոցի նման են և անոր հագուստը արյամբ ներգված։ Ասիկա այլևս խոնարհ Տեր Հիսուսը չէ, որ աչքերը քոցեց խաչին վրա, այլ թագավորներուն թագավորը և տերերուն Տերը, որ գուքա դատելու և պատերազմելու արդարությամբ։ Պատրաստ ես տեսնելու այն պահը, երբ գազանը և սուտ մարգարեն պիտի շղթայվին և պիտի նետվին կրակե լճի մեջ։ Քառնուկի հարսանիքը և հաղթող թագավորը 24 մարտն է 2026 և մենք կշարունակենք հայտնության գրքի մեկնությունը 19-րդ գլուխ 1-21։ Սիրելի ավադացյալներ, այսօր մենք կհասնենք հայտնության գրքի գագաթնագետին, 19-րդ գլուխը կսկսի 4 ալելույաներով։ Ասիկա միակ տեղն է նոր գդագարանի մեջ, որ այս բառը կգործածվի։ Երկինքը կպարապանե Աստծո արդար դատաստանը Պապելոնի վրա։ Արթնության գոչը մեզ կհիշեցնե, եթե դուն այսօր կդարաբիս աշխարհի անարդարություններեն, գիտիր, որ երկինքը արդեն կպատրաստե հաղթանակի երգը։ Աստված լսեց սուրբերու արյունին ցայնը։ Մերօրյա պատուհասները ջամփա կհարթեն այն օրվա համար, երբ չարը այլևս ցայն պիտի չունենա։ Ապա հրեշտակը կհայտարարե. երանի անոնց, որ քառնուկի հարսանիքի ընթրիքին կանչված են։ Ո՞վ է հարսը։ Անոնք են, որոնք իրենց հավատարմությունը պահեցին խավարի մեջ։ Բեհեզը սուրբերու արդարություններն են։ Այսօր քո ամեն մեկ աղոթքդ, քո ամեն մեկ սրբության քայլդ և քո ամեն մեկ հաղթանակդ մեղքի դեմ թել մնե քո հարսանեկան զգեստիդ վրա։ Մարգարեական պատգամը քեզի կհարցնե. դու պատրաստ ես Պեսահին դիմավորելու, թե հագուստներդ բղծված են Պապելոնի աղտով։ Պատուհասները կգան մեզ ստիպելու, որ մեր հագուստները լվանք քառնուկին արյամբ։ Եվ հանկարծ տեսարանը կփոխվի հարսանիքեն դեպի պատերազմի դաշտ։ Տեր Հիսուս կերևի սպիտակ ցիու վրա, անոր բերնեն սուր մգել է ասկերը զարնելու համար։ Անպիտի հովվե զանոնք երկաթե քավազանով։ Ասիկա այն պահն է, որուն ամբողջ պատմությունը կսպասեր։ Քալիք օրերուն, երբ գազանը և աշխարհի թագավորները հավաքվին Արմագեդոնի մեջ, Աստծո դեմ պատերազմելու, անոնք պիտի տեսնեն անոր, որուն ծագեցին։ Այսօրվա ռազմական տագնապները պարզապես նախախաղն են այս վերջնական բախումին։ Դուն որ բանակի մեջ ես, աշխարհի թե երկնային զորքերուն, որոնք կհետևին Տեր Հիսուսին սպիտակ ցիերու վրա։ Տեր Հիսուսի հագուստին և աստրին վրա գրված է. թագավորներուն թագավորը և տերերուն Տերը։ Ասիկա բացարձակ իշխանությունն է։ Այսօրվա ղեկավարները կգարձեն, թե իրենք են որոշողները, բայց երբ Տեր Հիսուսը հայտնվի, ամեն ձունկ
բիդի գրգնի անոր արջև։ Հրեշտակը կգանչե երկնքի թրջունները Աստուծո մեծ ընտրիկին համար, ուդելու համար թագավորներուն եւ զորավարներուն մարմինները։ Որքան ողբերգական վախճան է անոնց համար, որոնք մերժեցին կառնուգի հարսանեկան ընտրիկը։ Անոնք, որոնք չուզեցին սիրո սեղանին նստիլ, պիտի դառնան Դադաստանի գերագուր։ Արթնության գոչը հստակ է, ընտրե քու ընտրիկդ այսօր։ Գազանի եսուտ մարգարեն բռնվեցան եւ ողջ նետվեցան ծծումբով վարող գրագե լիճի մեջ։ Ասիկա վերջն է ամեն տեսակ բռնադիրության, սուդի եւ բոլորության։ Մարգարեական պատգամը մեզ կքաչալերե, չարը վերջնական չէ։ Քալիք բադուաստները պիտի ավարտին Քրիստոսի բացարձակ հաղթանակով։ Մի վախնար գազանի սպառնալիքներեն, մի վախնար 666-ի համագարկեն, որովհետև անոնց ճակատագիրը արդեն վճռված է։ Անոնք պիտի գործանվին Տիրոջ բեռնին շունչով իսկ։ Այսօրվա արթնության գոչը քեզի կհարցնե. դուն Տեր Հիսուսի հավատարիմ եւ ճշմարիտ ըլլալուն կվստահիս։ Եթե դու այսօր հավատարիմ ես անոր, ան պիտի ըլլա քո հաղթողդ։ Բադուաստները կուքան զադելու անոնց, որոնք կսիրեն ճշմարտությունը, անոնց մե, որոնք կսիրեն սուդը։ Տեր Հիսուսի արյամբ ներգված հագուստը մեզ կհիշեցնե, որ հաղթանակը քնվեցավ մեծ գնով։ Դու պատրաստ ես վճարելու այդ քինը քո հավատարմությամբ։ Հաղթողի համար Հայտնության 19-րդ գլուխը ամենամեծ լույսն է։ Մենք չենք սպասեր աշխարհի գործանման, մենք կսպասենք մեր Պեսահի վերադարձին։ Այսօրվա տագնապներու մեջտեղը բարձրացուր գլուխդ եւս է, ալելույա։ Թող քու կյանքդ ըլլա պատրաստություն այդ հարսանիքի համար։ Մի թողուր, որ աշխարհի հոգերը քեզ մե խլեն քու սպիտակ հագուստդ։ Այսօրվա մեր սերդողության գոչը վերջնական է։ Թագավորը կմոտենա սպիտակ ցիու վրա։ Պատերազմը ավարտելու վրա է։ Միայն անոնք, որոնք քառնուգի հետ են, պիտի բազմին հաղթանակի սեղանի շուրջ։ Անաբազորյա սիրելի ընտանիք, լսեցեք ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն։ Պեսան կմոտենա, իսկ դուն պատրաստ ես հարսանիքին։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։ Մինչ վաղը տեսնվելու հույսով կողջունեմ ցես բոլորդ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ցես բոլորդ։